Ա, գլխակը դզի պալես։ Ահա, հաջող տղես։ Գնում ա դպրոց իմ տղեն։ Մենակ այսօր մաքրության օր ա դպրոցում։ Այսինքն երեխաներին տարբեր օրեր են բաժանել։ Թոխիով գնում է էլի։ Հեսա, մի 5 րոպեից արդեն դպրոցում կլինենք, շատ արագ ա գնում։ Պակա բալես։ Հաջող մերտեմ ջանիդ։ Աշկս թարթերցից տղես հասավ բույս երեխեք ջան։ Երկար ժամանակա կոֆե չենք խմել։ Եկեք մի հատ կոֆե խմենք ու նոր հացը պատրաստեմ։ Եվ ինչի ուզում անեմ։ Հիմա տանը կաթ ունեմ, ձու, ալյուր, ամեն ինչ ունեմ։ Կարելի է ինչ-որ համեղություն պատրաստեմ։ Առավոտ շուտ ուզում էի փքաբլիթները պատրաստեմ երեխեքի համար։ Ու այդպես էլ անցա հողամաս ու գործս այսպես կիսատ մնաց։ Բայց հիմա հարցնեմ, հենց տեսնեմ ինչ կուզեն։ Կամ բլինչիկ պատրաստեմ, կամ թավայի մեջ բիսկվիտ, կարելի է թավայի մեջ բիսկվիտ պատրաստել, ինչ կասեք աղջիկեք ջան։ Մի հատ կոֆե դնեմ ու նոր մտածեմ ինչ անեմ, ինչ-որ մի համով բան եմ ուզում սարքեմ, բայց չգիտեմ ինչ։ Մի հատ գրեք ասեք Աննա ջան, ես ինչ բան սարքի։ Աննա ջան, սարքիր, ես ինչ համեղություն եմ, ես է սարքեմ, կամ է զեբրատ խմուտենք, ինչ կարելի անել։ Ինձ համար ես համեղություն հեսա կպատրաստեմ, տապակեմ, երեխեքին պիգմենի, տեսնեմ, կուտեն թե ոչ, երևի թե կուտեն, սպասեք ջուրը միացնեմ, 2 րոպեով եփվում է։ Աղջիկեք ջան, կոֆես դրեցի, կոֆես էփես, ձեր հետ դրեցի, հիմա մենակ խմում եմ։ Նոր հիշեցի, որ Աննա ջան, բայց դու նկարը անման մեջ էր։ Արդեն կոֆես վերջանում է։ Հիմա արդեն երեխեք ջան, ժամը 7-ն է։ Վլոգը նայեք, մեկնաբանեք, հավանեք, միացեք ալիքին, եթե մինչև այսօր չեք միացել, որպեսզի մեր ընտանիքը ավելի ու ավելի մեծանա։ Իսկ ես անցնեմ, սուրճս վերջացնեմ ու տեսնեմ ինչ եմ պատրաստում երեխեքին, ինձ, նու արդեն ներկայացրի ինչ եմ սարքելու։ Պետք է գնամ երեխաների ձմեռային հագուստները վերցնեմ, ամառայինները տեղադրեմ, դարակները պետք է դասավորեմ։ Այն անգամ վերցրեցի, հետո էլի ցրտեց, նորից հանեցի, հիմա պետք է նորից վերցնեմ։ Օր-օրի նոր հագուստներ եմ գնում, նվերներ են ստանում, պետք է հները հեռացնեմ։ Մի խոսքով երկար ժամանակ էլ հագուստ չեմ կուտակում, աղջիկեք ջան, բոլոր հագուստները ուղղակի հեռացնում եմ դարակներից, որ ավելի քիչ լինի, քիչ տեղ զբաղեցնի։ Այդպես սիրուններս, աղջիկներս սալատն եմ կապակում ձեր ասած, լեցնենք համը ինչ ձեր կլինի։ Եթե համեղ եղավ, արդեն շատ կպատրաստեմ, շուտ կպատրաստեմ։ Մի բուռ լավ համեմ ուսամիտ եմ ավելացնում, նորից խառնում եմ, ձու աղը արդեն ավելացրել եմ, սող շատ քիչ եմ ավելացրել, լպեցնենք, 2 ձուն բավական է։ Պատարակավով չի կարելի։
Ահա եւ վերջ աղջիկներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է։ Հիմա մի հատ համ տեսում եմ, ձեզ ասեմ իմ կարծիքը։ Կարելի էր նաեւ սխտոր մածունով պատրաստել, ձու չավելացնել, բայց քանի որ ձու եմ ավելացրել, մի տեսակ սխտոր մածունը չի իր հետ սազա էլի։ Մի փոքր աղաուզում, բայց շատ համով է։ Աղջիկներ ջան, ապրեք շատ։ Դուք որ չլինեիք, ես այս համեղությունը կյանքում չէի պատրաստի։ Ես չգիտեի, որ սալաթով կարելի է նաև սենց համեղություն պատրաստել։ Շատ համով է։ Պատրաստեք սիրով եւ վայելեք։ Աղ էլ աղ չեմ ավելացնի, այսպես էլ հոյեմ որ ուտվում է, ձեզ էլ բարի ախորժակ երեխեք ջան։ Ինչ համով է։ Բա տեսքին նայեք ինչ ախորժելի է։ Ապրես, բալես։ Դե իմ սիրուններս, ապրեք, շնորհակալ եմ այս համեղ բաղադրատոմսի համար։ Նու համեղ ուղղություն ցույց տալու համար։ Ասեցիք, ես է պատրաստեցի ու շատ համեղ է։ Պատրաստեք սիրով եւ վայելեք։ Իսկ ես գնացի այս համեղությունը վայելելու։ Շատ համով է։ Չեք փոշման երեխեք ջան։ Լորջն է։ Գնացի։ Հաջա։ Չես կարող սա կուտես։ Ինչքան կկարողանաս այդ կուտես։ Ես կուտեմ։ Ելմենի ատում տես։ Շատ համով է։ Տավարի մսով էր։ Ահա աղջիկներս, ես մեկը տեղադրեցի։ Մնացածից շատ լավ է ստացվել։ Հիմա պետք է նրանց տեղերն է փոխեմ։ Ստեղ մի հատ էլ կա, տանում եմ խոզերի մոտ։ Այնտեղ էլ աշկովս կրիս ընկնում։ Մի խոսքով այդպես սիրուններ ջան, տանեմ ընդեղ էլ տեղադրեմ։ Հուսան գազերը չեն կտացահարի, խաղողներն էլ չի հերիքում կապեմ, մի քիչ է պետք է բոյովանամ, որ նոր կապեմ։ Արևի տակ պետք է դնենք, որ լավ տզա, էների բան վերցնեմ։ Այ որտեղ տնեմ, որ արև լինի, որ հարմար լինի։ Խոզերը քնած են, այ երևի ստեղ տնեմ։ Այստեղ ոնց է լինի, արևը ստեղ ընկնում է։ Սպասեք։ Այս էլ էստեղ տեղադրեցի աղջիկեք ջան։ Հուսանք էլ չեն երևա, տեսնենք, այսօր ես գնում ուր, հլա անցակ շուշուտ, հլա, վայ, հողամ լավ դե գնացեք ինքիշ մանեք եք, տեսակ բազուկներ աղջիկեք ջան ինչ լավ եղավ, մնում է, այդ չսերմակալի էլի, տեսնեմ կպելա, սալատները, մերեք մի թեթև անձրև եկավ, ու վերջ, մի հատ էլ ընդեղ եմ դնելու այդ սարքից, որտեղ գնում եք տզում է, հա, լավ են սալատները, կարևորը աղջիկեք ջան լավ, քախան եղավ, են որ մաքրվեց ամբողջովին, վարունգները արդեն այսպես լավ բացվում են, այս մի մարգը կարծեմ նոր առած էր սերբը, ինքը շատ ուշ է
աշխատում։ Սխտորի կեսնա մնացել, որպեսզի քախան անեմ։ Հիմա էսա կվերջացնեմ ու նոր կգամ կանեմ։ Կերակրելուց հետո լավ են արդեն, ջրելուց հետո սաղ ծաղկել են լոլիկները։ Պղպեղներն էլ են սկսում ծաղկել։ Մի խոսքով գոհ եմ, երեխեք ջան։ Մի քանի քախան կա այս լոբումարկերի մեջ, բայց կհասցնեմ էդ էլ կանեմ։ Էս եմ ուզում մաքրեմ այս տարածքը։ Նրվեզ վրա ազդում այս խոտը։ Հլը գնամ կերակրեմ գամ։ Քանի խոնավոտ է, լավ դուրս կգա էլի։ Մնում է Գյորգին տանում մնացտեղ էլ մի հատ հնձի ու արդեն խոտի դեղ ունեմ կսրսկեմ, բայց ընդեղ է սրսկեցի օգուտ չտվեց։ Երևի ուրիշ դեղ վերցնեմ։ Դեղեր էլ կան, դեղեր էլ էլի աղջիկիկ ջան։ Ահա, խելոք ման եկեք։ Ես գիտեմ իմ սկեսուրս այսօր է դուրս գալի։ Ինել իմացա, որ վաղն է դուրս գալի։ Չէ, սրսկելուց հետո վառել է, նայեք, չէի տեսե։ Ուրեմն լավն է։ Բայց մի երկու տեղ է վառել, սաղ տարածքն է սրսկել, հետնել երկու անգամ։ Վաղը աղբի օրա մեր մոտ։ Աղջիկներս նորից եկել եմ հողամաս, ժամը արդեն 6-ն է։ Վլոգը տեղադրեցի ալիքում, շուտով կլինի։ Հիմա ինչ ենք անում։ Հալա մի հատ էս կլուբնիկի թփերին նայեք։ Ուժը միայն տվել է թփերին, նայեք։ Մի երկու կլուբնիկ կար, հիմա էդ էլ չկա։ Ուր կորավ։ Ինչ եղավ, չորացավ։ Ինչևից է։ Հələ մի հատ նայեք ոնց են լոլիկները փոխվել, ընդամենը մեկ գիշերվա մեջ, լտեսեք, ինչ ընտիր են, այ հիմա իրանց փայտ է պետք, բայց կթողնեմ այդ գործս կեսուրիս հետ կանենք, ինքը ամուր կապի իր ձեռքով, որ հետո չասի Աննա ջան, էս սենց չի, Աննա ջան, էննես չի, ասեցի անեմ, հետո փոշմանեցի, ասեցի լավ էսա, մի երկու օրից տանը կլինի Սուսան տատիկ իրար հետ կանենք, սխտորները պետքա կապվի, բայց ոնց են կապում, ուղղակի պետքա կապենք, խոզերն էին, հա, վախեցա, աստեղ նես լավ է, որ խոզեր մոզեր կա, մի կոմից վատ է հոտի համար, հա, չեմ կարում լուսամուտները բաց պահեմ, բայց մի կոմից էլ լավ է, էլի, որ կենթանի կա, երեք անձրև է եկել, բայց մինչև հիմա փափուկ չի, պատկերացնում եք, այդ եմ բերեմ ջրեմ, թե չեսի քախան չի կոչվում, ինչ անեմ, որ ջուր կապեմ նորից, չոր է, չի քախանում,
թեթևա հանեսը։ Արդեն սկսեց դանդուրի շրջանն է։ Հիմա այն զիմելից վերջացնում ենք, դանդուրն է գալի աղջիկեք ջան։ Так. Այդ քարավոտ շուտ կա, բայց առավոտ շուտ այն մարուլի հողում եմ գործ արել, մարգում այնտեղ եմ թեթևացրել, այնտեղ ուզում եմ նոր կանաչից հանեմ։ Աղջիկներս։ Ասում են Աննա ջան, հողը ճաքում է, լավ չջրելուց։ Նայեք, ստեղ ջրված չի, բայց ինքը արդեն չորությունից տրաքում է։ Հիմա ես այս հողին ինչքան ջրեմ, որ չտրակի։ Ինքը շատ լավ բերի հող է, ինչպես տեսնում եք, բայց ջուր շատ է ուզում, չափից շատ։ Հիմա կախանեմ ու միանամ ձեզ աղջիկներ ջան։ Լոլիկներս բայց ոնց փոխվեցին, մալացեց։ Մնում է այն սալատները աճեն, հլա տեսնենք կաճեն, թե չէ կկանգնեն, թորմշել են։ Աղջիկներս վերջացրեցի, սխտորի մարգերը, ավելի սիրունացավ, բացվեց հիմա։ Գիտեք ինչ եմ ուզում անեմ, այս ամբողջը կլուբնիկների այս վերևները կտրել, մեկ այլ իրանք հիմա էլ բերք չեն տալու։ Մենակ իշքան խոթանեցի, այս մի 2-3 մարգից, բայց մտածում եմ կարելի է ջրել, ինչ կասեք։ Ծիրանի ծառա, տեսնես վրեն ծիրան կա։ Սա ավիրվեց, նոր տերևներ է դուրս եկել, բայց վրան բերք չկա։ Այն վերևն է, սաղ ծիրանի ծառներ էր, միակ ծիրան չկա, փայլում է, սիրուններ ջան, այդտեղ էլ փայլացրեց, ես որ սան տատե հետ եմ խոսում, ասում է, արա Աննա ջան, սաղ գործերն արա, որ ես գալիս եմ, ասի հանգիստ արի, գործ չկա անելու, ես սաղ արել եմ, բայց ոնց էլ եղնի քո համար, գործը կլինի, հետաքրքիր է, ստեղ կարտոֆիլ կա, թե չկա երեխեք, սկզբից ստեղ ենք ցանել, հետո նոր իջել ենք ներքև, հողը տրակել, այսի թթի ծառա, հա, վրան թութ կա, հա, Աննա ջան, բայց մանր է, ընդեղ երեխեք հիշում եք անցած տարի, որ գնացի թութ հավաքելու, ես ինչ համով է, շատ համով է, որ գնացի թութ հավաքելու, կարող է գնամ գամ, տեսնեմ թե կա, բերեմ մուրաբա անեմ աղջիկեք ջան, քանի ստեղ եմ, հələ նայեք, ուղղակի մանր է էսի,
Շատ համով է։ Ընդեղ էլ ունենք թթի ծառ։ Գնանք տեսնենք, եթե մեծ լինի մուրաբի հարմար։ Բերենք մուրաբա անենք։ Յոնջեն տեսեք ինչ լավացավ։ Որդուփս սկսեմ։ Ես ամենավերջի։ Թե ափսոս ասաննա ջան, դեռ ժամանակը չի։ Չէ, չի երևում։ Չի էլ ծաղկել։ Ինչ։ Այստեղ էլ բայց ծառ կա, ինչի ծառ է։ Ես չգիտեի, որ էս թութ է։ Համով էլ թութ կա։ Բայց վախում եմ կոմ գնամ, սպասեք ես կոմով գնամ։ Նոր է ծաղկում կարտոֆիլը։ Այս սրանք ենքան աներես են ես հանում եմ, սրանք գալիս են, դուրս են գալիս։ Հետո գիտեք չէ ինչ դժվար պոկվում, կարտոֆիլը հենց իրա տակ է հավաքվում, հլը։ Հլա եկեք գնանք ընդեղ կանք աղջիկեք ջան, համ տարածքին կծանոթանանք, չնայած ծանոթ եք, ուղղակի երկար ժամանակա ման չենք եկել իրար հետ, որ մոկնել ինչ խոշոր է սրանց։ Համ է տեսնեմ, կարող է լավ թութ լինի, բերեմ մուրաբա անեմ։ Ես է պետքա բերենք, մաքրել տայինք։ Տրակտոր պետքա գար, որ տաներ։ Հլը նայեք ինչ հրաշք աղջիկեք ջան, ինչ սիրուն է։ Սենց մի տեսակ լրիվ կտրվում ես աշխարից։ Եկեք մեր մոտ հանգստանալու սիրուններս։ Սպասեք Հայաստան գնամ գամ։ Եկեք։ Մի հատ ծիրան չկա, ձևի համար։ Ջուր բազուրա ինչ չի տեսել, հիմնականում իմ հետ է գալիս գնում։ Ես է դամբուլի ծառա, բայց դամբուլ է չկա։ Բերք չկա։ Ինչ-որ բներ է, երեխեք։ Այստեղ երևի նապաստակներ կամ հավեր են մնում։ Վախում եմ մոտիկ գնամ։ Հլը նայեք, տեսել է թթի ծառ։ Բայց ես սենց ոնց վերև բարձրանամ։ Այս էլ է մանր։ Այս մեկը շատ մանր է, շատ։ Բերքն էլ վրեն առատ։ Ափսոս։ Շատ ափսոս։ Յոնջան լավ է, նու են ներսի հատվածը չկա, բայց այս կոմերը լավ է։ Տեսակ թութը ինչ շատ էր, բայց շատ մանր էր։ Ես ինչ աղի ասենք, այսքան հատվածը չի եղել, ընդեղ եղել է։ Երևի տրակտորը շատ է տրորել, հլը ինչ սիրուն է։ Դել այդպես աղջիկներս գնացի տուն, էլ գործ չունեմ սենց անելու։ Այստեղ այս մեր թութն է, այս էլ է լավը, բայց այս էլ է շատ մանր։ Ինչ էլի մուրաբի համար, ինքը ինչ չի։ Հավեր այսօր 3 հատ զու էին ածել։
Վաղը ստեղ կքախանեմ այս հատվածը, հլնայք, ով կասի, որ մի քանի օր առաջ էի մաքրել։ Մի հատ ջուր ա կպնում, մի անգամից վերև ա բարձրանում խոտը։ Սիրուններս, նախշուններս, ասում ա պետքա խոսակ բանի հետ, թարխունի հետ, խոսում եմ։ Ստեղ մի հատ ծաղիկ կար վիշնյայի, բայց կորավ, էդ էլ կորավ։ Դե այ համբերի միջև բերք տա։ Բահլե ռեհաններին նայեք, ինչ լավացել են։ Ես էլ մարոլները, մարոլ չէ, սալատ էլի։ Մարոլի մի տեսակ նայեք, ոնց է խոշորացել։ Համեղություններով տուն եմ գնում։